Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ Ալիկ, ասեմ, որ այն մարդիկ, ովքեր սիրում են արվեստ, մշակույթ, անտիկ իրեր, ուրեմն դուք գտնվում եք ճիշտ ալիքում, քանի որ ես նույնպես այդպիսի իրերի սիրահար եմ, կոլեկցիոներ եմ, հավաքում եմ վինտաժային ու անտիկ զարդեր եւ պարբերաբար ներկայացնում։ Ուզում եմ ասել, որ արդեն բացվել է անտիկ իրերի շուկաների սեզոնը եւ ես փորձում եմ երբեմն գնալ տեսնել ինչ կա, ինչ չկա։ Այս սերը անտիկ իրերի նկատմամբ ինձ մոտ ծագել է վաղուց, դեռևս Հայաստանում, բայց ասեմ, որ այնտեղ իմ գործունեությունը ես ծավալում էի պրոֆեսիոնալ մակարդակով, գիտական հետազոտությունների մակարդակով, իսկ այստեղ սիրողական, պարզապես սա իմ հոբին է, կարելի է այդպես ասել, եւ ես փորձում եմ իմ օրը լրացնել այդպիսի գեղեցիկ պահերով, շարժան պահերով, այսինքն առնչվելով արվեստին, հնությանը, ճարտարապետությանը, ինչպես նաև ֆրանսիական, ես ապրում եմ Ֆրանսիայում, երբեմն նկարահանում եմ ճարտարապետությունը այն քաղաքի, որտեղ ես եմ ապրում Ստրասբուրգում, եւ դուք էլ ինձ հետ հիանում եք, ինչպես նաև ոչ միայն իմ զարդերով, այլ նաև ճարտարապետական հուշահամալիրներով կամ շենքերով, քաղաքով հենց թեկուզ։ Ու ինչ եմ ուզում ասել։ Շատ շուտով ես կպատմեմ ձեզ իմ սերը անտիկ իրերի նկատմամբ որտեղից է ծնվել եւ որտեղից է սկիզբ առել, կարծում եմ շատերին կհետաքրքրի, ես այդ մասին նույնպես կխոսեմ, կպատմեմ ձեզ, կներկայացնեմ ողջ պատմությունը, բայց մինչ այդ ես սիրում եմ իրեր, գտածոներ, իրենց պատմություններով եւ ուզում եմ հարցնել ձեզ, դուք նույնպես սիրում եք իրեր իրենց պատմությունով, չեք վախենում, ասենք, ինչու եմ հարցնում այս հարցը, որովհետեւ շատերը ինչքան էլ հավանում են ինչ-որ կենցաղային իր սպաս, կերամիկական կամ զարդեր, մտավախություն ունեն նախորդ տերերի էներգետիկայից, լինի բացասական, լինի, չգիտեմ, ինչ առումով վախենում են, բայց եկեք քննարկենք, ես ինչու չեմ վախենում, որովհետև առարկաներ պարզապես դրանք անշունչ առարկաներ են եւ չեն կարող իրենց մեջ կլանել ինչ-որ էներգետիկա փոխանցել մյուսին կամ աուրա, դա հնարավոր չէ, անշունչ առարկան դա չի կարող փոխանցել քեզ, ինձ կամ դիմացինին։ Այ վատ էներգետիկայով մարդիկ այո կարող են վատացնել մեր կյանքի որակը եւ ասենք խլելով մեր ժամանակը, մեր ֆինանսները, գցելով մեր տրամադրությունը, այդպիսի մարդկանցից իսկապես կարելի է հրաժարվել եւ մաքրել անձնական տարածքը, որովհետեւ խլում են մեզանից ամենաթանկ բանը՝ ժամանակը եւ գումարը։ Եվ էլ չեմ ասում մնացած արժեքների մասին, երբ դու վստահում ես դիմացինիդ, երբ դու տալիս ես քո ուշադրությունը, սերը, բայց փոխարենը միգուցե ստանաս հակառակը։ Այդպիսի մարդկանցից իսկապես արժե մաքրել մեր աուրան, մեր շրջապատը, կապ չունի հարևան, բարեկամ, ընկեր, ընկերուհի, թեկուզ, այլունակից, բարեկամ, անգամ ընտանիքի անդամ, նման մարդկանցից կարելի է հեռու մնալ եւ շփումը հասցնել մինիմալի։ Քանի որ նմանատիպ մարդիկ իրենց բացասական էներգետիկայով կարող են խլել նաեւ մեր էներգետիկ ռեսուրսները։ Այնպես որ անշունչ առարկաները երբեք չեն կարող մարդուն տալ, հաղորդել կամ վերցնել ինչ-որ էներգետիկա, էներգիա, չգիտեմ, ինչպես դուք կասեք, էնզիմներ կամ ասենք, էնզիմները դրանք մեր էներգետիկ պաշարներն են։ Այնպես որ ովքեր սիրում են արվեստ, պատմություն, մշակույթ, մի վախեցեք այդպիսի իրերից։ Այդ դիմակներ, մանավանդ էթնիկ ծագման դիմակներ, շատերը վախենում են ուրիշ նկատառումներից ելնելով, բայց ինձ հաճելի չի ունենալ սենյակում, ինտերիերում, թեկուզ Վենետիկի դիմակները փետուրներով, գեղեցիկ զարդարանքներով, ինձ հաճելի չի այդպիսի դիմակներ ունենալ տանը, որովհետև ինձ համար դա էսթետիկա չի, դա գեղեցկություն չի։ Այդ դիմակներ իսկապես չեմ գնի ոչ թե հեթանոսական առումներով, այլ պարզապես իմը չի, դա ինձ դուրս չի գալիս։ Մարդիկ կան, որ բացառապես հավաքում են միայն դիմակներ, դա էլ իրենց հոբին է, ես չեմ քննադատում, բայց դա իմը չէ։ Կգտնվենք այնպիսի տեղի ունենալիք վինտաժային անտիկ իրերից շուկաներից մեկում, որտեղ բացօթյա պարզապես մարդիկ վաճառում են, որոշ մարդիկ պրոֆեսիոնալ մակարդակի վաճառողներ են, իսկ որոշ մարդիկ ուղղակի իրենց տան ունեցածը հին իրերը, որոնցից որոշում են ձերբազատվել, համարելով դրանք հնաոճ, իրենց նախնիներից մնացած կտուրներում կամ նկուղներում որոշում են հանել վաճառքի առանց վարանելու, որովհետև
որովհետև ուզում են ձերբազատվել։ Եվ ինչ եմ դիտարկում ես այս շուկաների ընթացքում, որ տարի քչանում է հավանականությունը, որ դու այնտեղից ձեռք կբերես գտածո, իրական գտածո, իրենից որևիցե արժեք ներկայացնող, այսինքն գումարային առումով, պատմական կամ որպես արվեստի գործ, քանի որ ըստ դիտարկումների այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ կերպով են մասնակցում այդ ցուցահանդես վաճառքներին, նրանք այստեղ կոչվում են բրոկանտներ։ Իրենք առավոտ շուտ արդեն այդ մարդկանցից գնում են իրենց ունեցած չունեցածը, ինչը որ իրենից որոշակի արժեք է ներկայացնում, իրանք չգիտեն, իսկ բրոկանտները հասկանում են դրա գինը առավոտ շուտ, հենց իրենց կողքի կանգնած կամ դիմացի շարքում կանգնած վաճառողից գնում են, ինչու եմ ասում վաճառող, որովհետև տեղի համար գումար են վճարում, անվճար չի այդ տեղերը եւ տվյալ պահին հանդիսանում են վաճառողներ բոլորը եւ այն մարդիկ, որոնք ուղղակի իրենց տան իրերից են փորձում ձերբազատվել, այս պրոֆեսիոնալ վաճառողները, բրոկանտները գնում են նրանցից փոքր գումարներով սիմվոլիկ այդ կենցաղային իրերը, թե սպասքը կերամիկական ու թե զարդեղենը ու սկսում են վերավաճառել եւ այդ մասին հենց ասում են այդտեղ կանգնած մարդիկ, որը ասում են կողքի սեղաններին մեր ապրանքներն են վաճառում, որ հարցնում ես որոշներ զարդեր ունես, ասում են առավոտյան է վաճառվել եւ այլն։ Եվ ուզում եմ ասել, որ երբեմն հենց այս բրոկանտներից է ձեռք ենք բերում ունիկալ կտորներ, իրենցից արժեք գեղարվեստական կամ էսթետիկ արժեք ներկայացնող ինչ-որ բաներ, ավելի հավանականությունը մեծ է, որ մոտենաս պրոֆեսիոնալ վաճառողին եւ գտնես քո ուզածը, քան սովորական, որովհետեւ նրանք արդեն առավոտյան այդ վերքահավաքը, այսպես ասած, կատարել են ու իրենք վերավաճառում են այն, ինչ որ այդ օրը ստացվել է իրանց մոտ ձեռք բերել կամ ժամանակի ընթացքում եւ այլն։ Եվ տարեցտարի քչանում է հավանականությունը այդպիսի գտածոները փոքր սիմվոլիկ գումարներով ձեռք բերելու հնարավորությունից, այդ իսկ պատճառով ես մեծամասամբ գնում եմ հենց բրոկանտներից, թե ինտերնետից, թե շուկաներից, բրոկանտներից, որոնք հենց աշխատում են տուրիստների համար, թե պետք գնային առումով բարձր է, սահմանված գները ինչ որ առումով շահավետ չէ, այն մարդկանց համար, որոնք ուզենան գնել վերավաճառել, բայց կոնկրետ իմ դեպքում դա հոբի է, ես ավելի շատ լրացնում եմ իմ կոլեկցիան ընթացքում որոշ կտորներից ձերբազատվելով, որպես այդ գումարներով գնեմ նոր զարդեր եւ ուսումնասիրեմ դրանց գեղեցկությունը, կառուցվածքը եւ շատ այլ նյուանսներ, ինչպես նաեւ ժամանակաշրջանը շատ կապ ունի, թե որ ժամանակաշրջանի զարդեր են գտածոներ են, որովհետեւ մեծ մասամբ դրանով է պայմանավորված գինը։ Ինչ եմ ուզում ասել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչի հետ առնչվի, ինչի մեջ մտնի, ինչի մեջ ոչ, բայց արվեստը, պատմությունը, մշակույթը դա իմն է, ինչպես նաև եվրոպական ճարտարապետությունը, որով ես մշտապես հիանում եմ, երբեմն շեղվում եմ իմ զարդերի կոնտենտից եւ նկարահանում եմ քաղաքը իր ճարտարապետությամբ, քանի որ չեմ կարող, պարզապես չեմ կարող անտարբեր անցնել, ինչը որ ինձ դուր է գալիս, ինչը որ ինձ գրավում է, ես չեմ կարող անտարբեր անցնել դրա կողքով։ Այսօր ես եղա մի վինտաժային անտիկ շուկայում, որը կներկայացնեմ նաև ձեզ, դուք էլ կշրջեք ինձ հետ այդ շուկայում, կտեսնեք ինչ է վաճառվում, ինչ են մարդիկ գնում, ինչ է նրանց հետաքրքրում եւ նաև կիմանաք, թե ինչ հետաքրքիր հանդիպում եմ ես ունեցել պատահաբար, թե ում հետ եմ ես հանդիպել այդ շուկայում ու թե ինչ եմ ես գնել այդ շուկայից։ Կարծում եմ այս հարցերի պատասխանները ձեզ հետաքրքրեցին եւ դուք հաճույքով կդիտեք այս տեսանյութը մինչեւ վերջ։ Իսկ դուք պատրաստ եք շրջել անտիկ իրերի շուկայում։ Եթե այո, դե գնացինք, սեպաղցի, օնիվա։ Իսում սիրունիկը եկավ իմ մոտ, իսում փոճուրիկը եկավ իմ մոտ։ Ձեր լայքերը այսքան քուշ էակին, գուպին շատ ուրախ կլինի։ Ինձ սիրուն փունջ է հորտենզիայի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։
Հիմա մենք գտնվում ենք անտիկ իրերի շուկայում։ Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այս գեղեցիկ աշխատանքների վրա, պայուսակներ են, ձեռագործ աշխատանքներ, որը կատարել է մեր հայրենակցուհին։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Էման։ Էմա է անունը մեր հայրենակցուհու։ Շատ հոյակապ, շնորհալի տիկին է։ Ունի այսպիսի հետաքրքիր հրաշք, ձեռագործ, տեսեք ինչ ամառային պայուսակ է, այսպիսի աշխատանքներ, իրոք որ գնահատելի է, այնպես չէ, իսկական սեզոնն է, ծովափնյա սեզոնն է, կարող եք օգտվել, եթե ձեզ կհետաքրքրի, եթե դուք ապրում եք Ֆրանսիայում կամ ինչու ոչ, նաև Հայաստանում հնարավոր է, չէ, ուղարկել, կարծում եմ, այո, հնարավոր է, կարող եք օգտվել, Արջևում ամառ է, գնահատեք, յուրաքանչյուրը մեկական օրինակից է, ինդիվիդուալ աշխատանքներ են, օ, կապույտը ինչ գեղեցիկ է, իսկական ծովափնյա աշխատանք, ինչը, խաղալիքները բա տեսեք, որքան գեղեցիկ աշխատանքներ են, միթե կարելի է անտարբեր անցնել այս ամենի կողքով, սա է, նայեք ինչ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, Սրանք էլ կուտիկներ են։ Նապաստակներ են, հա, իսկ դուք գիտեք, որ ես նապաստակ եմ պահում տանը։ Շատ սիրուն է։ Աղջիկ տղա տարբերակով։ Ինչ հետաքրքիր բրիլյոկ է։ Մի խոսքով։ Նայեք, շատ հետաքրքիր հուշանվերներ են։ Կարող եք նաև երևի թե կարծում եմ տալ պատվերներ, չէ՞։ Ըստ ճաշակի, ըստ գույնի։ Սա երևի մանկական պայուսակ է։ Որ շատ հետաքրքիր է, շատ ուրախ եմ, որ հանդիպեցի ես ձեզ, սա էլ մի տարբերակ, շղթաներով, մետաղական դետալներով, այսպիսի աշխատանքները գնահատել է պետք, ու ինչքան խիտ է գործվածքը սա, մի քիչ ծանր է, բայց այս պայուսակը իմ ֆավորիտն է, լրիվ վականսային, վալա, ներսում արկա է նաև չեխոլ, ունի այսպես փակվող կնոպկա, արտակարգ աշխատանքի այնպես չէ, դե գնահատեք, եւս մեկ անգամ ցույց տամ տիկին Էմայի աշխատանքները, գնահատեք, սա էլ է իմ ֆավորիտը, այս երկուսը իսկապես շատ գեղեցիկ են, սա էլ արդեն շղթայով, մետաղական շղթայով, հոյակապ է, ճիշտ է, տեսեք որքան գեղեցիկ է, ես կթողնեմ տիկին Էմայի կոնտակտները, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եք կապի դուրս գալ, շատ հոյակապ աշխատանքներ է և գիտեք ինչ, նայեք որակը, տակն էլ կաշվից դետալ ունի ու կնոպկաներ, որ անգամ պրոֆեսիոնալ պայուսակներ արտադրողները այս կնոպկաները չեն տեղադրում։ Շնորհակալ եմ։ Դուք օգտվեք, շնորհակալություն, չեմ ուզում։ Շատ լավն է իրոք։ Ինչ լավ էր, որ գտա ես այս սեղանիկը։ Այստեղ էլի ինչ-որ գլխազարդեր կան։ Այս արագիլը Ալզասի խորհրդանիշն է, բայց ես գիտեմ, որ Հայաստանի խորհրդանիշն էլ է նաև արագիլը։ Ահա այսպես։ Սա էլ մնաց թևիս, այնքան տարված էի նկարահանման, բայց իսկապես լավ աշխատանքներ են։ Օգտվեք։ Ամառը առջևում է։ Ոչինչ, զգացվում է։ Տեսեք, նաև կան այսպիսի աշխատանքներ, նույնպես։ Կրոսբոյդի բեկ, հա։ Ու այնքան խիտ է գործվածքը, հիանալի աշխատանքներ են։ Գները 15-ից 50 եվրո, չէ, մոտավոր, այդ սահմաններում է տատանվում։ Ահա այդպես, ըստ չափսի, ըստ մոդելի,
Ձեռքի աշխատանքի համար հաշվի առնելով թե որքան ժամանակ է տրամադրված այս աշխատանքներին, կները կարելի է ասել նորմալ են, եթե ոչ մատչելի, հաշվի առնելով ծախսված նյութերը նույնպես։ Խաղալիքները 6-ից մինչև 12 եվրո։ Դե ըստ չափի, հա, մեծերը։ Օրինակ որոնք են, դրանք են 20։ Դրանք զույգը 50 եմ ասում։ Ահա, այսպիսի սիրուն սիմպաթիչնի խաղալիքներ են 8-ից մինչև 30 եվրոյի կարգի։ Տեսեք, վինտաժային բումաժնիկ եմ գտել, 1980-ականների թրենդն է սա, ես էլ եմ ունեցել այսպիսի բան։ Ինչ հետաքրքիր է։ Ահա, այսպես, չէի սպասում, որ կգտնեմ սենց բան։ Վինտաժ։ Հետաքրքիր բաներ ունեք շատ, տիկին էմա, շատ հետաքրքիր է, բենզնա, տեսեք մարդիկ գնում են, հետաքրքրված են այս ամենով, որովհետև այստեղ ձեռքի աշխատանքը շատ գնահատվում է, շատ, բոլորը նայում են, բոլորը հետաքրքրված են այս պայուսակներով, առկա են նաև գլխարկներ, տիկին էման գործում են նաև բիժուտերիա, կարող եք տալ անհատական ինդիվիդուալ պատվերներ, ես կթողնեմ կոնտակտները մեկնաբանությունների դաշտում։ Այս մոդելը գնեցին, այս պայուսակը, ուզում եմ ցույց տալ, թե ինչ ընտրություն կատարեցին, սա նաև կարելի է համարել խորհրդանշական նվեր, որովհետև Արագիլը Ալզասի խորհրդանիշն է։ Խեղճ բրոշ, ամբողջ դետալները կորցրել է այս հիասքանչ բրոշը, լրիվ պոկած է այստեղից, ափսոս։ Այս անտիկ շուկան ոնց որ թանգարան է, բաց երկնքի տակ, ինչ ասես կգտնես, ինչ հնության ապրանք ասես կգտնես, ու ինչ ծոներ է։ Non mais c'est très beau hein, ce que vous venez d'acheter. Տեսեք ինչ եմ գտել եւ ես սա գնեցի, որովհետեւ սրվակ է օծանելիքի համար եւ կարեւորը այս մասը վնասված չէ։ Դա շատ կարեւոր է։ Այսա։ Որտեւ գինը ընկնում է, ես այստեղ ճայքեր եմ գնում։ Ահա այսպես։ Եվ սա էլ գեղեցիկ։ Ահա։ Այսքանը։ Եվ մոմակալը։ Տեսեք ինչ գեղեցիկ մոմակալ է, կերամիկական և լատունային հիմքով։ Տեսեք ինչ հին բաներ եմ գտել, անտիկ բաներ, անտիկա է սա։ Գիտեք, նման պարագաներ գնում են դիզայներները, ինտերիերերի համար հատուկ հինն են գնում և ձևավորում են սենյակները, սրահները, ինտերիերը և այլն։ Oh, c'est gigabyte, c'est beaucoup, hein? Vidéo, c'est beaucoup, hein? C'est ça, oui. Normalement, photo, c'est bon. Ah, d'accord. Normalement, Ah, d'accord. Vidéo gigabyte. Այս մարդը սկզբում համաձայնվեց նկարեմ, հետո փոշմանեց։ Այսպես։ Հարկա։ Թաղը երաշտական գործիք։ Ու տպելու մեքենան։ Շքան հին բաներ են։ Թռչունները։ Սիրուն դեկորացիաներ կարաս գտնես այս շուկաներում։ Հələ տեսեք ինչ սիրուն մեքենա է ռետրո։ Գնացված տեղ ունի։ Պիկնիկները տեսեք։ Ու այս կարապներն է սիրուն, այս դեկորացիան։
Չի բացառվում, որ մորանու լինի։ Ծանր է, բայց շատ։ Merci à vous. Au revoir. Regardez qu'est-ce qu'il y a à faire, il faut aller à trois. Նրանք երկուսն են ու 3 հատ ճուտիկ։ Շետակցի զանգա։ Vraiment, ceux qui l'ont demandé, ils ont amené ça chez soi. Օրիգինալ թեյնիկ։ Ouais, c'est des légumes de côté. Շատ օրիգինալ է, երկրաչափական պատկերներով։ Ինչ-որ բաներ են, կնիկներ ու տարեթվեր է իրանց, հետաքրքիր բան է, կոլեկցիոննի։ C'est des pierres. Նական քարեր։ Կաթի պիտոններ, վինտաժային արջուկ, ինչքան հին է, օլալա, գորգ, ինչ ասես կա շվից պայուսակներ ու հայլի։ Պոյուս արտաններից մեծ են վախնում։ Այս վազնասիրում, և հրաշի։ Դե ինչ, եկեք ձեզ ցույց տամ, թե ինչ գնեցի անտիկ շուկայից։ Տարեց տարի շուկան ավելի է խեղճանում և ակտիվ է միայն ամռան ամիսներին գրեթե։ Սա ես արդեն ձեզ ցույց տվեցի, օծանելիքի սրվակ է, խրուստալից, այսպիսի սրվակները միշտ էլ ունեն իրենց արժեքը։ Ու հերթով ցույց տամ մյուսները, սա վզնոցը պրոմոտ մարկան է, սա այս մյուսը Պատրիս Ռիալ, քամի է, ծառերն են շարժում իրենց տերևները, մի փոքր, բայց կարծում եմ ես լսվում եմ։ Այս վզնոցը մարկան ինձ ծանոթ չի, այսպիսի գերբ կա, ահա այսպիսի գերբի նշան կա, այս կանաչ ապակին Մորանո է, սա էլ ինչ-որ բրենդի անվանումն է, որը ինձ ծանոթ չի, ինչ-որ նիդերլանդական կամ շվեդական բրենդ է կարծում եմ, առաջի անգամ է ինձ հանդիպում։ Եվ այս ականջողերը, այս գեղեցիկ խոշոր էլեմենտներով ականջողերը, ահա կլիպսներ են, այսպիսի կլիպսներ են, պղնձագույն մետաղից և այս գեղեցիկ ականջողերը կանաչ և կապույտ կրիստալներով, ինչպես նաև այս մատանին, սպիտակ կրիստալներով, սա նույնպես կլիպսներ է, ֆրանսիական վինտաժային կլիպսներ, սա էլ աստրիկներ է, կրիստալներով աստրիկներ, ոսկեգույն և մարկիրովկա ունի։ Այս մյուսը կերամիկական կլիպսներ, կորոլային գույնի էլեմենտներով կոմպլեկտ է, մատանին է ու կլիպսները։ Դե այս կարաքի ամանն էլ որպես կերամիկական կտոր եմ գնել, ես կերամիկան նույնպես հավաքում եմ, սա չեմ օգտագործելու ուղղակի, ահա այսպիսի կարաքի աման է, սիրուն բաց կանաչ եզրերով և մրգերի կոլաժ կամպոզիցիա կա, ահա այսպիսի գնումներ, ահա այսպիսի գնումներ անտիկ շուկայից, ինձ ամենաշատը դուր եկավ այս ականջողերը,
ֆրանսիական ծագման եւ այս ուրանո այս վզնոցը, որը կարծես կոնֆետի կտորներ լինի, այս էլեմենտները համեղ վզնոց լինի եւ արկա է նաեւ բնական քար, փայտ, մետաղ, ուրանո ապակի, մի խոսքով ամեն ինչ արկա է այս վզնոցի կատարման մեջ։ Գրեք տեսնեմ ձեզ ինչը դուր եկավ։ Կկատարեիք արդյոք գնումներ անտիկ շուկայից թե ոչ։ Հետաքրքիր է իմանալ։ Գլխավոր ձեռքբերումը ես համարում եմ այս սրվակը, այս վզնոցն ու այս ականջողերը ինձ համար։ Քամին անդադ խանգարում է, չգիտեմ, ձայնս ինչպես է լսվում, բայց այսօր եղանակը լավն էր, տաք, ամառ արդեն եւ զով, միևնույն ժամանակ քամի էլ կար։ Կապույտ երկինք ինչ սիրուն է, կապույտ այսօր, ու նայեք երկնքի գեղեցկությունը, ծալքեր կարծես լինի, վարագույրի, կապույտ վարագույր լինի։ Միշտ չէ, որ Ստրասբուրգի երկինքը կապույտ է լինում, մեծամասամբ մոխրագույն է լինում, դրա համար կադրերը լավ դուրս չեն գալիս, սփռտնած են մի տեսակ, բայց այսօր լավն է երկինքը, ինչպես տեսնում եք, նաև թռչունների դայլայլը, ծիտիկներն էլ են ողջունում ձեզ։